Բարև ձեզ, դուք դիտում եք Հորիզոնը։ Կառավարությունը կինոարտադրության ոլորտում օտարերկրյա ներդրումների համար բարենպաստ պայմաններ կստեղծի, կխթանի համատեղ արտադրության ոլորտում տնտեսական գործունեության ակտիվացմանը։ Գործադիր այսօր համապատասխան որոշում է կայացրել Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարի խոսքերով օտարերկրյա կինոարտադրողների հոսքը Հայաստան մեծ չէ նպաստավոր պայմանների բացակայության պատճառով։ Ֆիլմարտադրության կազմակերպման համար Հայաստանի բնակնիմայական պայմանները բարենպաստ են և աշխատաշուկան նույնպես և կարող են գրավչությունը ապահովել ոլորտի համար, մասնավորապես Հայաստանում հնարավոր է միաժամանակ նկարահանել տարվա բոլոր եղանակները և ապահովել ֆիլմարտադրության համար անհրաժեշտ ստեղծագործական, տեխնիկական և սպասարկման աշխատանքներն ու ծառայությունները։ Եթե նայում ենք թվերին, կինոարտադրության ոլորտում պետության կողմից տրամադրվող ֆինանսավորումը 2019-24 թվականների համար կազմել է տարեկան միջինում 309 միլիոն դրամ։ Նույն ժամանակահատվածում կինոարտադրողների կողմից ներդրվել է տարեկան միջինում 655 միլիոն դրամ։ Միաժամանակ մենք տեսնում ենք ոլորտում առկա է հետաքրքրություն և կան նախնական պայմանավորվածություններ տարբեր միջազգային հարթակների հետ համատեղ կինոարտադրության և Հայաստանում ֆիլմեր նկարելու մասով։ Միջազգային փորձ ուսումնասիրելով տեսնում ենք, որ այս արտադրությունը խթանելու համար կարևոր գործիք է ներդրումների մասնակի վերադարձի հնարավորությունը, որը ընդունված ձևաչափ է բազմաթիվ երկրներում և մենք մի շարք երկրներում, ինչպես նաև օրինակ մեր տարածաշրջանային երկրներում, Վրաստանում փորձ ուսումնասիրելով տեսնում ենք, որ հնարավոր է ապահովել կինոարտադրության ոլորտի զարգացումն ու միջազգայնացումը միաժամանակ նպաստելով երկրի տնտեսական աճին։ Օրինակ Վրաստանում այս ծրագիրն իրականացվում է նկարահանիր Վրաստանում ձևաչափի ներքո, նմանատիպ մեխանիզմներ գործում են նաև Չեխիայում, Մալթայում, Խորվաթիայում, այլ երկրներում և այդ իմաստով նաև ցուցանիշները ցույց են տալիս, որ բավական արդյունավետ են։ Ինչ ենք առաջարկում։ Առաջարկում ենք, որ այս նախագծով օտարերկրյա ֆիլմարտադրողները, այդ թվում նաև հայաստանյան ֆիլմարտադրողների հետ համատեղ արտադրությամբ ֆիլմ նկարահանելու պարագայում, Հայաստանի Հանրապետության տարածքում ֆիլմարտադրության նպատակով ներդրված դրամական ծախսերի շրջանակում կարող են հայտ ներկայացնել և որոշմամբ սահմանված պայմաններով ու ձևաչափով հետ ստանալ ներդրումների մի մասը։ Անհրաժեշտ է, որպեսզի ներդրումների մասնակի վերադարձի համար ֆիլմարտադրության հետ անմիջականորեն կապված ապրանքները, ծառայությունները ու աշխատանքները ձեռք բերվեն Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ, հարկեր վճարող կազմակերպություններից և անհատ ձեռնարկատերերից։ Որոշման նախագծով թվարկվում են նաև, թե որոնք են ֆիլմարտադրության հետ անմիջականորեն կապված ապրանքները, ծառայությունները և աշխատանքները, և այս եղանակով կարող է վերադարձվել ներդրումների մինչև 25%-ը։ Պետք է նշել, որ այս մոտեցումը կարող է խթանել թե կինոարտադրության ոլորտում ներդրումները, թե նաև ձևավորել ֆիլմարտադրության համար անհրաժեշտ ապրանքների, ծառայությունների, աշխատանքների որակյալ շուկա։ Միաժամանակ ներդրումների հավելյալ ևս մինչև 10%-ի վերադարձ կարող է իրականացվել Հայաստանի Հանրապետության հանրահռչակման տարրերի առկայության դեպքում։ Կարևոր է ընդգծել, որ խոսքը ոչ թե ուղղակի հայկական մշակույթի կամ արժեքների արտացոլման մասին է, այլ ուղղակիորեն Հայաստանի Հանրապետության հանրահռչակման, այսինքն Հայաստանին այնպիսի անդրադարձի, որը արժևորում, ներկայացնում և տեսանելի է դարձնում մերօրյա Հայաստանի Հանրապետության տարածքը, բնակավայրերը, կենցաղը, մարդկանց, արժեքները և այլն, և սա նաև զբոսաշրջության խթանման և նաև երկրի տեսանելիության բարձրացման ուղղված քայլ է։ Անհրաժեշտ է հաշվի առնել, որ բազային 25%-ի վերադարձը մրցունակ է դարձնում Հայաստանի Հանրապետությունը հարևան երկրների շարքում, խրախուսելով արտերկրի կինոարտադրողներին և սա ասում ենք նայելով նաև ուրեմն հարևանությամբ գործող երկրներում ձևավորված տոկոսները վերադարձի և սա դարձնում է արդեն մեր առաջարկը մրցունակ միջազգային շուկայում, իսկ հավելյալ 10%-ի հետ վերադարձը ստեղծում է նաև հնարավորություններ միջազգային լայն լսարանի առջև մեր հանրապետության հանրահռչակման համար, ասեմ, որ արդեն ունենք կնքված հուշագրեր այնպիսի հարթակների հետ, ինչպիսին է Netflix-ը, և այս նախագծի ընդունումը հնարավորություն կտա, որպեսզի այդ պայմանավորվածությունները անցնեն գործնական հարթություն։ Ադրբեջանը հերթական
Ներողություն։ Հերթական ապատեգատվությունն է տարածել, թե իբր ապրիլի 9-ի ժամը 23:50-ի սահմաններում Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հյուսիս-հարավելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետի աշխատակազմը առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի եւ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին Ադրբեջանը չի արձագանքում։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը վերահաստատում է, որ պատրաստ է հետաքննել Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը հիմնավորող փաստերը, դրանք Հայաստանին փոխանցելու պարագայում, ասված է հաղորդագրության մեջ։ Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը Տաշկենտում ընթացող միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի շրջանակներում հանդիպել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիա Կաումայի հետ։ Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանում խաղաղության եւ անվտանգությանը վերաբերող հարցեր։ Ազգային ժողովի փոխնախագահը ընդգծել է, որ չնայած խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ավարտին Ադրբեջանը լրացուցիչ նախապայմաններ է առաջադրում, այդ թվում ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման եւ գործնեության դադարեցման վերաբերյալ։ Արհեստական պատճառներ է փնտրում պայմանագրի ստորագրումը ձգձգելու նպատակով։ Հակոբ Արշակյանը ընդգծել է, որ Ադրբեջանի նման քայլերը կասկածներ են առաջացնում խաղաղության համաձայնագիրը ավարտին հասցնելու Ադրբեջանի քաղաքական կամքի վերաբերյալ։ Հայաստանի ազգային ժողովի նախագահի տեղակալը գործընկերոջը ներկայացրել է նաև խաղաղության խաչմերուկ նախագիծը, կարևորելով ենթակառուցվածքների ապաշրջափակումը։ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահը վերահաստատել է իր աջակցությունը տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հաստատմանը։ Նա տեղեկացրել է, որ առաջիկայում նախատեսված է իր այցը տարածաշրջան, որը կծառայի խաղաղության եւ անվտանգության օրակարգին։ Հանդիպումը ավարտվել է երկխոսություն եւ համագործակցությունը շարունակելու ընդհանուր հանձնառությամբ, հատուկ ուշադրություն է դարձվել Հարավային Կովկասում անվտանգության, տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման եւ այլ հարցերի լուծմանը։ Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի նախագահ Հակոբյանը հյուրընկալել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի գլխավորած պատվիրակությանը։ Քննարկվել են 2024 թվականի հարկային եկամուտների կատարողական, հարկային վարչարարության առաջնահերթություններն ու բարեփոխումները, ինչպես նաև Հայաստանում եկամուտների համընդհանուր հայտարարագրման ներդրման ընթացքը։ Պենտագոնի ղեկավարը հայտնել է, որ Միացյալ Նահանգները եւ Պանաման համաձայնեցրել են շրջանակային պայմանագիր, որի համաձայն ամերիկյան ռազմական եւ այլ նավերը կարող են արտահերթ եւ անվճար անցնել Պանամայի ջրանցքով։ Փիթ Հեքսետի խոսքերով Վաշինգտոնը աշխատում է Պանամայի հետ ապահովելու ջրանցքի անվտանգությունը եւ զսպելու տարածաշրջանում Չինաստանի ազդեցությունը։ Միջազգային մյուս նորությունները տեսաշարով։ Այսօր Ստամբուլում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության շենքում կրկին հանդիպել են Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի ներկայացուցիչները երկկողմ հարաբերությունների բարելավման ուղիները քննարկելու նպատակով։ Ավելի վաղ Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Ռուսաստանը Ստամբուլի բանակցություններում ներկայացնելու են արտգործնախարարության աշխատակիցները։ Ռուս-ամերիկյան բանակցությունների առաջին փուլը կայացել էր փետրվարի 27-ին Ստամբուլում ԱՄՆ գլխավոր հյուպատոսության շենքում։ Բանակցություններին մասնակցող ռուսական պատվիրակությունը ղեկավարել է Վաշինգտոնում Ռուսաստանի նոր դեսպան Ալեքսանդր Դարչիևը, իսկ ամերիկյան կողմի պատվիրակությունը գլխավորել է պետքարտուղարի փոխտեղակալ Սոնատա Կուլտերը։ Իդեպ 2 օր առաջ պետդեպարտամենտի խոսնակ Թեմի Բրյուսը հայտարարել էր, որ Ուկրաինայի հարցը օրակարգում բացարձակապես ընդգրկված չէ։ Ամերիկայի Միացյալ Նահանգները պատրաստ կլինի անհրաժեշտության դեպքում ռազմական ուժ կիրառել Իրանի դեմ։ Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Թրամփը նշել է, որ Օմանում Իրանի հետ առաջիկա խորհրդակցությունները երկար գործընթացի միայն սկիզբը կլինեն։ Եթե ռազմական գործողություններ պահանջվեն, մենք կձեռնարկենք դրանք Իրանի դեմ։ Ակնհայտ է, որ Իսրայելը մեծապես ներգրավված կլինի դրանում։ Նրանք կլինեն առաջնորդն այս հարցում, ամփոփել է ԱՄՆ նախագահը։ Հիշեցնենք, որ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն այս շաբաթվա սկզբում հայտարարել էր, որ աջակցում է Թրամփի դիվանագիտական ջանքերին Իրանի հետ կարգավորման հասնելու համար։ Նա հավելել էր, որ Իսրայելը եւ ԱՄՆ ունեն նույն նպատակը՝ երաշխավորել, որ Իրանը միջուկային զենք չստեղծի։
Միացյալ Նահանգները բարձրացնում է Չինաստանից ապրանքների ներմուծման մաքսատուրքերը 104-ից մինչև 125%, հայտարարել է նախագահ Դոնալդ Թրամփը։ Մյուս երկրների համար բանակցությունների եռամսյա դադար կսահմանվի, որի ընթացքում բոլորի համար կգործի ԱՄՆ ներմուծման 10% մաքսատուրք։ Համաշխարհային շուկաների նկատմամբ Չինաստանի անհարգալից վերաբերմունքին ի պատասխան, ես բարձրաձայնում եմ Չինաստանի նկատմամբ ԱՄՆ-ի մաքսատուրքերը մինչև 125%, որոնք ուժի մեջ են մտնում անմիջապես։ Ինչ որ պահի հուսով եմ մոտ ապագայում Չինաստանը կհասկանա, որ ԱՄՆ-ից եւ այլ երկրներից փախչելն այլևս ընդունելի չէ, գրել է նա իր Truth Social սոցիալական ցանցում։ Իդեպ Թրամփը նաեւ հայտնել է, որ բանակցությունների վերաբերյալ առաջարկություններով իրեն է դիմել ավելի քան 75 երկիր։ Իր հերթին Պեկինը 3 հայտարարել է, որ պայքարելու է մինչև վերջ եւ պատասխան մաքսատուրքերը սահմանել ամերիկյան ապրանքների համար 34%-ի չափով, իսկ Չինաստանի ֆինանսների նախարարությունը հայտարարել է ԱՄՆ-ից ներկրվող բոլոր ապրանքների համար լրացուցիչ 84% մաքսատուրքերի մասին։ Դրանք ուժի մեջ կմտնեն այսօրվանից։ Ի պատասխան Եվրամիության երկրներից ներկրվող պողպատի եւ ալյումինի վրա Միացյալ Նահանգների կողմից սահմանված 25% տուրքերի, Եվրամիության անդամները 3 հաստատել են 25% մաքսատուրքեր ԱՄՆ-ի մի շարք ապրանքների, այդ թվում նուշի, նարնջի, հյութի, թռչնամսի, սոյայի, պողպատի եւ ալյումինի, ծխախոտի եւ զբոսանավերի վրա։ Սրանք Եվրոպայի առաջին պատասխան քայլերն են առևտրային պատերազմում, որը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սկսել է առևտրային գործընկերների դեմ ամբողջ աշխարհում։ Ֆրանսիան, Իռլանդիան եւ Իտալիան կոչ են արել հանել ամերիկյան բուրբոն վիսկին ցուցակից այն բանից հետո, երբ Թրամփը սպառնացել է, որ դրա ընդգրկումը կհանգեցնի 200% պատասխան Թուրքի եվրոպական ալկոհոլի վրա։ Նոր մաքսատուրքի ուժի մեջ մտնելը հետաձգվել է մինչև ապրիլի 15-ը ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարելու համար։ Դրանք կներդրվեն փուլերով ապրիլից դեկտեմբեր։ Եվրահանձնաժողովն այժմ աշխատում է պատասխան միջոցառումների երկրորդ փաթեթի վրա, որը կներկայացվի հաջորդ շաբաթվա սկզբին։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան մտադիր է այս տարվա հունիսին ճանաչել Պաղեստինը որպես պետություն։ Այս մասին Մակրոնն ասել է ֆրանսիական France 5 հեռուստաալիքին տված հարցազրույցում Եգիպտոս կատարած երկօրյա այցի ժամանակ։ Տեղեկացնենք, որ հունիսին Ֆրանսիան Սաուդյան Արաբիայի հետ կնախագահի Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի երկօրյա համաժողովը, որի նպատակն է աջակցել երկու պետությունների խնդրի լուծմանը Իսրայելի եւ Պաղեստինի միջև 18-ամսյա պատերազմից հետո։ Մենք կարող ենք ավարտել գործընթացը մի քանի պետությունների փոխադարձ ճանաչմամբ, ասել է Մակրոնը, հավելելով, որ դա Ֆրանսիային թույլ կտա բացահայտորեն պայքարել նրանց դեմ, ովքեր ժխտում են Իսրայելի գոյության իրավունքը, մասնավորապես Իրանին։ Մակրոնը նաև վերահաստատել է իր հանձնառությունը տարածաշրջանում հավաքական անվտանգությանը։ Գերմանիայի քրիստոնեա-դեմոկրատական միության եւ քրիստոնեա սոցիալական միության պահպանողական դաշինքը, ինչպես նաեւ սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը հայտարարել են նոր իշխող կոալիցիայի ստեղծման շուրջ բանակցությունների ավարտի մասին։ Կոալիցիոն համաձայնագիրը կողմերը ներկայացրել են ապրիլի 9-ին Բունդեսթագում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։ Կոալիցիա կազմելու շուրջ բանակցությունները սկսվել էին մարտի 13-ին։ 144 էջանոց համաձայնագրով կողմերը պայմանավորվել են ստեղծել փորձագիտական հանձնաժողով երկրի պետական պարքի արգելակի արդիականացման համար, սկսված 2028 թվականից 5 տարվա ընթացքում նվազեցնել հարկը տարեկան 1%-ով, վերացնել 3 տարի հետո Գերմանիայի քաղաքացիություն ստանալու հնարավորությունը, մցնել կամավոր զինվորական ծառայություն, կրճատել բյուջեի ծախսերը, ներառյալ միջազգային կազմակերպությունների կամավոր ֆինանսավորումը։ Սպասվում է, որ մայիսի 7-ին Գերմանիայի կանցլեր կընտրվի ՔԴՄ-ի նախագահ Ֆրիդրիխ Մերցը, ով ավելի վաղ մտադրություն էր հայտնել ավարտել կառավարության ձևավորումը մինչև Սուրբ Զատիկը, որը Գերմանիայում նշվում է այս տարվա ապրիլի 20-ին։ Ալլա Ղալեչյան, Հորիզոն։ Եթե Իրանի դեմ ուժի կիրառման վտանգ ծագի կամ էլ շարունակեն հնչել ուժի կիրառման սպառնալիքներ, Թեհրանը կարող է արտաքսել ատոմային էներգիայի միջազգային գործակալության տեսուչներին կամ էլ հարստացված ուրանը տեղափոխել միջազգային հանրության անհայտ մի վայր, գրել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեիի խորհրդական Ալի Շամխանին։ Առայժմ այսքանը, մեր հաջորդ հանդիպումը ժամը 18-ին է։